Amen. Im Namen des Vaters, des Sohnes und des Heiligen Geistes. Amen. Մի վախեցիր, որովհետև ես եմ քո Տեր Աստվածը։ Habe keine Angst, denn ich bin der Herr, dein Gott։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ահա տարին մոտենում է իր ավարտին եւ մեր մեջ վերստին ծնվում են մեր ցանկությունները, երազանքները, բարի իղձերը գալիք տարվա հետ կապված եւ մենք բոլորս մի փոքր կարծես հեքիաթի մեջ լինելով երազում ենք այն բոլոր բարի բաների մասին, որոնք պիտի գան։ Es ist die Zeit, an dem ein bisschen märchenhaft wir alle uns Abschied von diesem Jahr nehmen und mit unseren Träumen, mit unseren Wünschen, mit unseren unerfüllten, aber sehr dringend notwendigen Bitten vor Gott stehen und ein bisschen auch darüber träumen, was alles Gutes auf uns kommen wird in diesem kommenden neuen Jahr. Եվ այդ ընթացքում մեզ գալիս է այսօրվա Սուրբ գրքի օրհնությունն ու խորհուրդը, որպեսզի մենք կարողանանք Աստծո խոսքի համաձայն առաջ շարժվել։ Երազանքները իրականություն դարձնենք Տիրոջ խոսքի համաձայն։ Եվ լսում ենք Սուրբ Ավետարանից այն խոսքերը, այն պատմությունը, որ Տերը փոխանցում է այսօր նաև մեզ։ Մի մեծահարուստ թագավոր, որից բոլորը վախենում էին կարծես, իր ամենամոտ ծառաներին կանչում է եւ շնորհ է տալիս, գումար է տալիս, որպեսզի նրանք պահեն, մինչև ինքը օտար երկիր գնա, վերադառնա։ Եվ երբ որ վերադառնում է, այդ մարդկանցից մեկը իր տված մեկը տասնապատկել է, մյուսը մեկը 5 անգամ է ավելացրել, իսկ մյուսը վախից տարել թաղել է, պահել է, թաքցրել է, որպեսզի այդ թագավորը երբ որ վերադառնա, թագավորի տվածը կարողանա իրեն ետ տալ։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչ խորհուրդ, ինչ պատգամ, ընդհանրապես ինչ է ուզում ասել Քրիստոս մեզ այս առակով։ Wir hören gerade jetzt aus dem Evangelium nach Lukas die Geschichte eines reichen, aber auch bitteren Königs, der seine Diener zu sich ruft, denen Geld gibt und sagt, ich werde in ein fernes Land hineinreisen und ich werde kommen und dann werde ich Rechenschaft von euch haben wollen. Und er geht und kommt wieder zurück und derjenige, der eins bekommen hat, hat das verzehnfacht. Der andere hat das 5-mal so viel Ertrag erbracht. Und ein dritter hat das, was er bekommen hat, versteckt, von Angst, dass der König ihm etwas antut. Und als der König gekommen ist, hat er das, was er versteckt hat, rausgenommen und dem König wiedergegeben. Was will diese Geschichte uns erzählen? Ձեզանից յուրաքանչյուրը տարբեր շնորհներ ունի։ Աստծոց տրված շնորհներ ունի։ Ձեզանից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքին այդ շնորհները կարող է զարգացնել, կարող է աճեցնել, կարող է կրկնապատկել, բայց կարող է նաև պահել, թաքցնել, չօգտագործել։ Ձեզանից յուրաքանչյուրը տաղանդներ ունի։ Այդ տաղանդները կարող եք զարգացնել, կարող եք օգտագործել, բազմացնել, կարող եք թաքցնել եւ ոչ մեկին չպատմել այդ ձեր տաղանդների մասին։ Նախ եւ առաջ մենք պետք է պատրաստ լինենք Աստծո կողմից այդ շնորհները ընդունելու եւ հասկանալու, որ դա Աստծուց տրված պարգևներ են։
Jeder von euch hat Talente, hat Gaben als Geschenk Gottes. Und jeder von euch kann diese Gaben, diese Talente entwickeln, entfalten lassen, aber auch verstecken. Wir sollten als Christen zunächst einmal uns bewusst machen, dass unsere Talente, unsere Gaben ein Geschenk Gottes sind. Und dann auch bereit sein, diese Geschenke von Gott anzunehmen. Այդ շնորհները, այդ տաղանդները ամեն մեկի մոտ տարբեր են։ Ձեզանից մեկը կարող է լավ երգել, մյուսը կարող է լավ շենքեր կառուցել, մյուսը լավ փաստաբան է, չորրորդը բանվոր է, մեկը գիտնական է, մյուսը աշխատավոր է, ամեն մեկը ինչ-որ մի տաղանդ ունի, կամ շատ տաղանդներ ունի։ Եվ այդ տաղանդները պետք է կարողանանք զարգացնել։ Այդ տաղանդները զարգացնելու հետ մեկտեղ պետք է կարողանանք այդ տաղանդները նաև օգտագործել։ Օգտագործել ոչ միայն մեր համար, այլ օգտագործել աշխարհի համար։ Եվ շնորհակալ լինելով Աստծուց այդ պարգևների, այդ շնորհների, այդ տաղանդների համար, ծառայեցնել դրանք աշխարհին, ծառայեցնել, որպեսզի Տիրոջ անունը փառավորվի։ Երբ որ մի գործ, որևէ մի գործ արել եք եւ արել եք Տիրոջ անունով, նրա փառքի համար, անպայման վայելողները պիտի ասեն հավատացյալ մարդ է սարքել, շնորհալի մարդ է սարքել, փառք Աստծուն, որ այսպիսի մարդիկ ունենք մենք։ Եվ գիտեք, մեր հասարակությունը, հատկապես շատ ծնողներ իրենց զավակներին հաճախ վախեցնում են, սխալ են դաստիարակում։ Դաստիարակում են այնպես, որ իրենք կամանչեն այդ տաղանդներից։ Համեստության քողի ներքո չխոսեն այդ տաղանդների մասին։ Վախենան ինքնուրույն գործել, վախենան իրենց տաղանդները զարգացնել, ասելով, որ ես ով եմ, որ կարողանամ այսինչ կամ այնինչ բան անել։ Կամ շատ հաճախ ծնողներ, որոնք խստորեն իրենց երեխաներին արգելում են որևէ մի բան նկարել, չգիտեմ, արտասանել, երգել, պարել, թույլ չեն տալիս, որ ինքնուրույն լինեն։ Իսկ ճիշտ ծնողը, այն ծնողն է, հիմա պարադոքս մի բան պիտի ասեմ, որի զավակը այդ ծնողի կարիքը չունի։ Ուրեմն այդ ծնողը այդ զավակին այնպես է մեծացել, որ ինքը ինքնուրույն է, ինքնուրույն կարող է սովորել, աշխատել, իր հոգսերը հոգալ, եւ այդ ինքնուրույնության մեջ այդ ծնողը իր վստահությունն է արտահայտում իր զավակին։ Ինչպես որ թագավորը այդ հարստությունը տվեց իր ծառաներին, վստահեց իր հարստությունը այդ ծառաներին, եւ ծառաները ինքնուրույն արդեն պիտի կարողանային զարգացնել այդ ամենը։ Նրանք, ովքեր որ ինքնավստահ էին, ազատ էին, կարողացան դա անել։ Նրանք, ովքեր որ վախի մեջ էին ապրում, չկարողացան։ Եվ երբ որ այդ թագավորը վերադառնում է, նրան, ով որ բազմապատկել էր, 10-ի դեմ 10 քաղաք տվեց, 5-ի դեմ 5 քաղաք տվեց, իսկ նրան, որ վախով պահել էր այդ ունեցվածն էլ ձեռքից առնվեց։ In der Geschichte und durch diese Geschichte will unser Herr uns die Botschaft überbringen, dass jeder einzelne von uns seine Gaben, seine Talente, sein Können nicht nur annehmen und das entwickeln sollte, sondern auch das Ganze für die Welt zur Verfügung stellen sollte. Im Namen Gottes, als Dienst, als Dankbarkeit für das, dass er diese Gaben, diese Talente bekommen hat. Und das liegt manchmal auch an unserer Erziehung, dass wir unsere Kinder, unsere Anvertrauten falsch
vielleicht mit gutem Willen, aber falsch erziehen, wenn wir denen nichts anvertrauen, wenn wir denen nicht die Freiheit geben, selbst Entscheidungen zu treffen, frei zu handeln, dann werden es zu beängstigten Menschen, die nichts alleine instande bringen können. Ein guter Erzieher, ein Elternteil oder Eltern gemeinsam sind dann gute Eltern, wenn die einen selbstständigen Jungen oder Mädchen erzogen haben, ein Kind, welches die Eltern eigentlich nicht braucht, weil dieses Kind Selbstvertrauen hat, selbstständig ist, allein Entscheidungen treffen kann und keine Angst hat, seine Gaben zu nutzen. Եվ այսօր այդ վախեցած մարդկանց Տերը ասում է, կարդացինք Մարգարեության մեջ, մի վախեցիր, որովհետև ես քո Տեր Աստվածն եմ։ Նայիր ինչքան հրաշքներ եմ գործել, ինչեր եմ արել պատմության մեջ։ Այդ ամբողջը արել եմ, որպեսզի դու չվախենաս եւ եթե հավատաս, որ ես քո Տեր Աստվածն եմ, բոլոր թշնամիների քո ոտքի առաջ պիտի դնեմ։ Եվ մեզանից յուրաքանչյուրը իր հոգու, իր խորքում, իր մտքերի խորքում պետք է մտածի, ինչերից է վախենում եւ ինչու է վախենում։ Եթե մենք հավատանք Աստծուն, եթե մենք անկեղծորեն հավատանք Աստծուն, մենք ոչ մի բանից չենք վախենա, այլ հստակ կգնանք մեր ճանապարհով, հասկանալով, որ եթե Աստված մեզ շնորհներ է տվել, ուրեմն այդ շնորհները պետք է օգտագործենք։ Gerade heute spricht Gott auch zu denen, die Angst haben, irgendetwas zu tun, die verzweifelt sind, die nicht mehr weiter wissen. All denen sagt Gott heute durch den Jesaja, ihr dürft keine Angst haben, denn ich bin euer Gott und ich bin immer mit euch. Ich helfe und unterstütze. Schaut mal in der Geschichte, was alles ich erreicht habe. Wenn ihr auf mich vertraut, wenn ihr glaubt, dann werde ich euch helfen und unterstützen. Also habt keine Angst, eure Gaben zu verwenden, zu verwirklichen. Եվ այդ թագավորը նմանվում է Քրիստոսին, որը երկինք բարձրացավ, իսկ մեզ շնորհներ տվեց։ Ինչ շնորհներ տվեց Քրիստոս մեզ։ Նախ եւ առաջ մեր մեղքերի թողության շնորհը տվեց։ Քրիստոս տվեց նաեւ հարության շնորհը, բայց տվեց նաեւ հավիտենական կյանքի շնորհը։ Տվեց, որպեսզի մենք էլ կարողանանք այդ շնորհները արժևորել եւ մեր կյանքի ընթացքում շնորհակալ լինելով այդ ամենի համար ծառայեցնենք մեր կարողությունները, մեր հնարավորությունները, որպեսզի Տիրոջ անունը փառավորվի։ Բարի գործերով, աղոթքներով, մեկը մյուսին օգնելով, չարը հաղթելով, չվախենալով արդարության համար պայքարել։ Այդ ամբողջը այդ շնորհներն են, որ Տերը մեզ տվեց, եւ այդ ամբողջը այդ շնորհներն են, որոնք մենք կարող ենք եւ պետք է օգտագործենք Տիրոջ փառքի համար։ Jesus Christus, der Herr, der König, der in eine andere Welt hineingeht, gibt uns Geschenke, Gaben. Das sind die Gaben der Entlassung unserer Sünden, die Gaben der Auferstehung, die Gabe des ewigen Lebens. Und als Dank sollten wir versuchen, durch gute Taten, durch unser Gebet, durch ein Leben, welches dem entspricht, was unser Gott Jesus Christus, unser Herr, von uns erwartet, als Dankbarkeit zu nutzen. Und das können wir mit einem guten Gebet, mit guten Taten, durch das, dass wir anderen Menschen helfen, ihm Danke zu sagen, seine Gaben zu nutzen, um seinen Namen zu verherrlichen.
Ինչու, որովհետև մենք Եբրայեցիների գրված նամակում կարդում ենք, որ այդ Քրիստոս թագավոր էր Մելքիսեդեքի կարգով։ Գիտեք, որ հրյաների մեջ 12 ցեղերից մեկը քահանայական ցեղ էր, ինքը այդ քահանայական ցեղից չէր, այլ ընտրված, Աստծուց ընտրված հավիտենական քահանա։ Հավիտենական քահանա, որը ինքն իրեն զոհաբերեց, որ ձեզանից ոչ ոք այլևս չչարչարվի, չտանջվի, չզոհաբերվի, որպեսզի դուք չվախենաք, այլ լինեք ամուր ձեր հավատքի մեջ։ Վստահ, որ այդ Աստված ձեզ կյանք է տալիս այսօր, ձեզ իր շնորհներն է բաշխում այսօր, որպեսզի դուք ապրեք իր զավակները լինելով, քահանայագործեք ձեր կյանքը, ծառայեցնեք աշխարհին բարիք բերելու, Քրիստոսի անունը տարածելու, նրա սերը այս մութ աշխարհում աշխարհով մեկ շաղ տալու համար։ Ուրեմն եկեք Սուրբ Ծննդյան ընթառաջ այս օրերին փորձենք հասկանալ, փորձենք չվախենալ բարիք գործելուց, փորձենք չվախենալ ճշմարտությունը խոսելուց, այն ճշմարտությունը, որը բուժում է, այն ճշմարտությունը, որը մեզ փրկում է, այն ճշմարտությունը, որը մեզ ազատում է։ Liebe Schwestern und Brüder, dieses Hineingeben der Gaben, warum sollten wir das tun? Weil wir im Hebräerbrief lesen, Jesus Christus ist der Priester, nicht nur der König der Welt, sondern auch der ewige Priester nach der Ordnung des Melchizedek, des ewigen Priesters. Er opfert sein Leben. Er opfert sein Leben, damit wir Leben haben. Er kommt in die Welt hinein, damit wir von dieser Welt die Möglichkeit haben, ins Ewigkeit zu gelangen. Er opfert sein Leben, damit kein einziger von euch sein Leben opfert, damit kein einziger von euch leidet, damit ihr keine Angst habt. Keine Angst vom Bösen, keine Angst der Wahrheit zu dienen, keine Angst, die Wahrheit in die Welt hineinzutragen, welches heilt, welches Leben spendet, welches uns von dieser Welt in die Ewigkeit hineinträgt. Ուրեմն, եկեք միասին աղոթենք, որ Աստված իր շնորհները շատացնի մեր ժողովրդի մեջ, մեր համայնքում, ձեզանից յուրաքանչյուրի կյանքում եւ հնարավորություն տա, որ դուք առանց վախենալու այդ շնորհները օգտագործեք ձեր անձնական կյանքի հաջողության համար, ձեր ընտանեկան կյանքի հաջողության համար, մեր համայնքի եւ ընդհանրապես մարդկության հաջողության համար, որպեսզի ձեզանով, ձեզանից յուրաքանչյուրի մեջ Աստված փառավորվի։ Եվ ձեր ամեն մի արած բարի գործի համար Աստված հարյուրապատիկը պիտի հատուցի ձեզ։ Ուրեմն մի վախեցեք բարի գործել, մի վախեցեք բարի լինելուց, մի վախեցեք Աստծո ծառաներ լինելուց։ Liebe Schwestern und Brüder, in dieser vorweihnachtlichen Zeit beten wir gemeinsam, damit Gott uns seine Gaben in uns verbreitet, vermehrt, damit jeder einzelne von euch die Weisheit bekommt, diese Gaben zu erkennen, dankbar für diese Gaben zu sein, die weiterzuleiten, sie dafür zu verwenden, dass sein Leben ein gelungenes Leben ist, dass das Leben seiner Familie ein gelungener ist, dass er das, was er von Gott bekommen hat, für die Gemeinde, aber auch für die Menschheit verwendet, damit in jedem Einzelnen und durch jeden Einzelnen von euch der Name des Herrn verherrlicht und gepriesen wird. Տիրոջ օրհնությունը ձեզ հետ, ինչպես երեկ եւ այսօր, նույն եւ հավիտյանս հավիտենից ամեն մի վախեցեք լավ քրիստոնյա